Քանի դրախտ է այստեղ է եղել, Արարատյան լեռը այստեղ է եղել, նորից Բեթխեմիացները այստեղ է ծագել, բնականորեն այդ նույն արևելքից էլ պետք է ճառագի այդ կայծակը եւ Տիրոջ փառավոր երկրորդ գալուստը սպասում է Հայաստանում։ Ինչի համար, որտեվ Տեր ինքն է ասում, հիշվեց, որ կայծակը հպի արևելքից եւ երևում մինչեւ արևմուտք, այդպես պետք է նաեւ Տիրոջ փառավոր երկրորդ գալուստը։ Մեր եկեղեցին մայր տաճարը կառուցվել է այնտեղ, որտեղ ժամանակին եղել է զոհասեղանը, որի վրա զոհ է մատուցել նույն նահապետը։ Եվ Տերը հենց այդ նույն տեղը ցույց տվեց եւ ասեց, այստեղ կառուցեք իմ եկեղեցին։ Եվ ինչպես ցույց տվեց, հայտնվեց մեծ փառքով, հրեշտակների անթիվ համար դասերով Գրիգոր Լուսավորչին, եւ դա էլ հենց խորհրդանշում է նաեւ երկրորդ գալուստի կարգավիճակը, որ հենց այդտեղից էլ միգուցե պետք է ծագի գալուստ ասելու նկատի չունեք, որ նա պետք է մարմնապես գա ոնց որ առաջի գալուստն էր, այլ փառքով հայոց երկրկամարում դի ծագի նրա Տիրոջ փառքը, խաչը պետք է երևա, ինչի են մեզ ասում խաչապաշտներ, ամենտեղ խաչքարեր տարածված, հենց դա էլ Կարապետի խորհրդանիշն է, որ Տիրոջ փառավոր գալստյան առջև որպես Կարապետ պետք է փայլատակի Տիրոջ խաչը երկնքում, կայծակը պիտի խփի եւ Տերը պետք է գա անթիվ հրեշտակների դասերով։